Մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնել Ավագանին լսեց հարկային ու ֆինանսական բաժինների մասնագետների երդումը, ովքեր հաջողությամբ են ավարտել աշխատանքային փորձաշրջանն ու աշխատանքի անցել քաղաքապետարանում։ Այնուհետև քաղաքապետը Ավագանում ներկայացրեց օրակարգի հարցերը։ Դրանցից մեկը վերաբերում էր 2012 թվականին պետական բյուջեի միջոցներով քաղաքում իրականացվելիք կապիտալ ծրագրերին։ Մասնավորապես քաղաքապետարանը եկող տարի նախատեսում է վերանորոգել քաղաքապետարանի վարչական շենքի տանիք, աստիճանավանդակները, լուսամուտները, ջեռուցման համակարգ կառուցել ու վերանորոգել նիստերի դահլիճը։ Այդ ամենի համար ընդհանուր առմամբ նախատեսվել էր հատկացնել 36 միլիոն 800 հազար դրամ։ Այսօր արարելու քաղաքապետարանում ձմռան ամիսներին 350 հազար դրամից մինչև 400 հազար դրամ էներգիայի ծախսն ենք։ Իսկ եթե մենք գազաֆիկացնենք քաղաքապետարանը, նորմալ ջեռուցման համակարգ դնենք, բաքսի համակարգ եւ այլն, ու լուսամուտները փոխենք, բնականաբար, եթե մենք մի քանի տարիների էներգիայի ծախսը գումարենք, մեր այս վերանորոգումից հետո տնտեսած գումարներից արդեն մենք կզգանք, որ մեծ ու կարևոր աշխատանք ենք կատարել։ 2012-ին նախատեսվում է նաև քաղաքի փողոցների ու մայթերի նորոգման աշխատանքներ, բազմաբնակարան 12 շենքերի տանիքների նորոգում եւ հարթանիքների վերակառուցում։ Քաղաքապետն ասաց, որ բոլոր թաղամասերում գոնե մեկական շենք վերանորոգվելու է, նախապատվությունը տալով այն շենքերին, որտեղ բնակիչներն առավել պատրաստական են վարձավճարների մուծման հարցում։ Եթե մեզ ըստ այդ պրոյեկտ կազմողների օրենքը թույլ չէ տալիս, որ 9 հարկանի շենքում թեք տանիքավոր տանիք սարքենք, ապա թուրքմենները, քանի որ ցածրահար կա ավելի, այնտեղ թույլ է տալիս, եւ մենք որոշել ենք այնտեղ մի քանի շենք, որտեղ ավելի խիտ բնակեցված է ու ներդրում անողները կան, այդ շենքերում թեք տանիքավոր սարքենք ու հիմնական այդ խնդիրը լուծենք։ Ըստ քաղաքապետի մինչև 2013 թվականի վերջը վերջնականապես կլուծվի նաև վերելակների վերանորոգման հարցը։ Այս տարի նախատեսված է վերանորոգել 6 շենքի վերելակ, կրկին նախապատվություն տալով պարտաճանաչ բնակիչներ ունեցող շենքերին։ Առաջարկ եղավ վերանորոգել նաև շենքերի շքամուտքերը։ Որովհետև շատ տանմխիթար վիճակը մեր պատիվները ասած։ Ոչ մի այն պատուհանները ոչ մի ապակի չկա, դռները բոլորը ժամանակին վառել են, գեշ ժամանակները։ Եթե կարելի է ընդգրկել նաև շքամուտքերի վերանորոգումը։ Մինչև տանիքի խնդիրները չավարտեն, շքամուտքերի մասին խոսելը ինձ թվում է ավելորդ։ Բայց շենքեր ունենք, որ իրանք ուժերով, այդ եմ ասում, իրանք ուժերով հավաքել են գումարներ, մենք պատրաստ ենք ԲՇՏ-ներին հանձնարարած է, եթե շենքում աշխատանք է կատարվում, սպասարկման վարձից հանվում է, այդ մարդիկ իրանք սպասարկման։ Ավագանին կողմ քվեարկեց նաև 2011 թվականի բյուջեն փոփոխություն կատարելու մասին նախագծին։ Նատալիա Ոսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։